Ծաղկաձորը պատրաստում են նոր խոշոր ներդրումային ծրագրի մեկնարկին, որը համադրում է հյուրանոցային, բնակելի եւ բիզնես ենթակառուցվածքներ։ Խոսքը Holiday Inn Resort Ծաղկաձոր բազմաֆունկցիոնալ նախագծի մասին է։ Նախագիծը իրականացվելու է միջազգային բրենդի Holiday Inn Intercontinental ստանդարտներով եւ նպատակ ունի ստեղծել ժամանակակից հանգստի եւ բիզնես կենտրոն Ծաղկաձորի սրտում։ Արդեն հայտարարվել է նաեւ, որ նախագծի նախավաճառքը բաց է։ Ծաղկաձոր քաղաքի համար սա մեծ միջոցառում է, քանի որ դռներ են բացվում եւս մեկ միջազգային խաղացողի համար, մեր ներքին ներդրողների, ներքին սպառողների համար սա նոր ֆինանսական պրոդուկտ է ներդրումներ կատարելու եւ ձևավորելու համապատասխան եկամուտներ գրագետ մշակված ֆինանսական մոդելների հիման վրա, շատ հասկանալի եւ տրանսպարենտ ցուցանիշների հիման վրա եւ այս նախագծի շրջանակներում մենք նախատեսել ենք կառուցել 2,500 մարդու համար նախատեսված կոնգրես հոլ։ Ինչով է դա կարևոր եւ քաղաքի եւ առհասարակ Հայաստանի համար, քանի որ մենք Երևանից դուրս չունենք նման մեծության իվենտներ, միջոցառումներ սպասարկող որից է կոնգրես կոնֆերանս կենտրոններ, դահուկային դպրոց սկսնակների համար շատ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ ունենալու ենք մեծ զվարճանքների գոտի զոնա, փակոտիա, բացօթյա լողավազաններ, սպա ֆիթնես կենտրոններ, ռեստորաններ, բարեր եւ այլն եւ իլրում դրան ունենալու ենք նաեւ շոփինգ աուտլետ, մեծ առևտրային տարածքներ։ Փորձագետների գնահատմամբ միջազգային բրենդերի մուտքը Հայաստանի շուկա կարող է էականորեն բարձրացնել մրցակցությունն ու ծառայությունների որակը, հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Միջազգային ցանցերի մուտքը Հայաստան ինքնանպատակ չէ, այսինքն իրանք բերում են երկու կարևոր կարելի ասել դրական արդյունք։ Առաջինը այդ միջազգային ցանցերը, ինչքան ավելի դիվերսիֆիկացված են եւ տարբեր, դա բերում է իրենց հավատարիմ հենց հաճախորդների հոսքը տվյալ երկիր կամ տվյալ քաղաք։ Ընդհանրապես միջազգային ցանցերի մուտքը բերում է բարձր որակի ստանդարտներ, որովհետև իրենց չափից ելնելով, իրենց հնարավորություններից ելնելով փորձում են ավելի մրցունակ լինել, նորություններ բերել, ինովացիաներ ստեղծել եւ այդ առումով իրենք ավելի մրցակցային են դարձնում։ Նախագծի մեկնարկը նախատեսվում է 26 թվականի մայիս-հունիս ամիսներին, իսկ ավարտը 29 թվականի դեկտեմբերին։ Հատկանշական է, որ նախագիծը ներկայացվում է որպես ստարտափ մոդելի ներդրումային նոր հորիզոն, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է ձեռք բերել գույք եւ ստանալ պասիվ եկամուտ միանալով կառավարվող հյուրընկալության համակարգին։ Նոր բազմաֆունկցիոնալ համալիրը կարող է դառնալ ոչ միայն Ծաղկաձորի, այլև Հայաստանի զբոսաշրջային ու բիզնես ենթակառուցվածքների զարգացման կարևոր հանգրվան, ամրապնդելով երկրի դիրքը տարածաշրջանային մրցակցության մեջ։